Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ադրբեջանում գտնվող հայերի խոշտանգման մասին տեղեկությունների տարածումից հետո ու հայկական ընդվզմանը զուգահեռ Բաքվից տարածեցին լուրերը, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակելու մտքեր ունեն։ Թեև Ադրբեջանից պաշտոնական մակարդակով հրապարակումներ չկային, բայց հենց ադրբեջանական լրատվամիջոցին պատասխանեցին միջազգային կառույցից։ Աուրելի Լաշանն էր լուրը հաստատել։ Սա մեր կոնֆիդենցիալ եւ երկկողմ երկխոսության մի մասն է, հավելել էր կոմիտեի ներկայացուցիչը։ Որոշումը դե ֆակտո երկրի իրավունքների տիրույթում է, ասում է իրավաբանը Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայից թվում է անօրինական ոչինչ չկա, բայց ինչու հենց այս փուլում այդպես որոշեցին։ Քանի որ ադրբեջանական կողմը դիտարկում է, որ Արցախյան հարցը որպես այդպեսին լուծված է իրանց դիտանկյունից, իրանք դիտարկում են, որ Կարմիր խաչի ներկայությունը այնտեղ որպես այդպեսին այլևս սպառված է իրանց մանդատը։ Բայց այդտեղ հարցը նրանում է, որ իրանց նպատակը ոչ թե մանդատը սպառված համարելն է, այլ ուղղակի այդ վերջին կապը, որը ստեղծված է Կարմիր խաչի ու գերիների միջև ու հարազատների միջև, այսինքն կապող կամուրջն է հանդիսանում, բնականաբար փորձում են այդ վերջին օղակը նույնպես, այսպես ասած, վերացնել, հաշվի առնելով, որ շատ դեպքերում ինֆորմացիայի արտահոսք է լինում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ոչ ֆորմալ առումով անկողմնակալ, չեզոք եւ անկախ կազմակերպություն է պատերազմից եւ ներքին ընդհարումներից տուժածներին օգնելու եւ նրանց կյանքի ու արժանապատվությունը պաշտպանելու առաքելություն ունի։ Անկախ է տեսածն ու լսածը չեն հրապարակում ներքին զեկույցներից։ Միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, նաեւ կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Եթե կառույցը Բաքվում չգործի, ըստ իրավաբանների, կապի եռանկյունին կքանդվի եւ ավտորիտար ռեժիմը կկոշտացնի քայլերը գերեվարված անձանց նկատմամբ։ Խնդիրն ելնելով, որ վերահսկողությունը ինֆորմացիայի փոխանակման գերիների հարազատների միջև ավելի խիստ վերահսկողության տակ է գտնվելու եւ շատ դեպքերում մենք չենք իմանալու ճշմարտությունը կամ այն ինֆորմացիան, ինչ որ մինչ օրս ստացել ենք, այդ ինֆորմացիան ընդհանրապես չենք իմանա ստանալու այլևս։ Առանց իրենց բնականաբար այդ վերահսկողության մեխանիզմները արդեն ուղղակի ինքնելու են Ադրբեջանի ձեռքի տակ։ Ադրբեջանը արտաքին աշխարհից մեկուսանում է ամբողջապես Ալիևը, ոչ միայն ներս չի թողնում որևէ միջազգային իրավաբանի, իրավապաշտպան կառույցի դիտորդի, այլ նաև լայն բացում է դռները ու առաջարկում հեռանալ նրանց, որ ընդամենը հումանիտար գործառույթ ունեն, առանց ճնշման եւ հրապարակման որևէ գործիքի։ Այսպիսով, ինչ պլաններ ունի բռնապետը, որոնց խանգարում է միջազգային դիտորդները, հայտնի չէ։ Իրավաբանները միայն նշում են այս ամենի հետ պայքարելու միակ մեխանիզմը հարցը միջազգային ատյաններում անընդհատ բարձրաձայնելն է, որովհետև այլ հնարավորություն այդ դեպքում չունենք, թեև հավելում են միջազգային իրավունքը մեր օրերի աշխարհում իր լավագույն ժամանակները չի ապրում։ Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդներն են նամակ գրել նախագահ Թրամփին, հրատապ ու վճռական քայլեր են խնդրում Բաքվում պահվող 23 հայի եւ 1 կրոնափող ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ։ Քրիստոնյա առաջնորդները հողում են արել խոշտանգումների մասին հավաստի զեկույցներին, նաեւ պատմել արդեն 21 օր անօրինությունների դեմ պայքարող Ռուբեն Վարդանյանի վիճակի հացադուլի մասին։ Ընդգծել են, թե Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում։ Այս քրիստոնյաների կյանքը փրկել է պետք։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի։ Մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի եւ 1 կրոնափող քրիստոնյա ադրբեջանցու, որոնք ըստ հավաստի տեղեկությունների ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքել երկիրը։ Միացյալ Նահանգներում գրված այս նամակի բովանդակության նմանությամբ մեկ այլ նամակ էլ հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու հոգևոր եղբայրներն են գրել վարչապետ Սթարմերին։ Այս տեքստում էլ նորից մանրամասն նկարագրված է, թե Ալիևը 21-րդ լուսավոր դարում ինչ անմարդկային վերաբերմունք է դրսևորում քրիստոնյա մարդկանց նկատմամբ, դատում առանց հիմնավորման ու պատճառի, խոշտանգում ու ճնշում։ Հոգևորականները վարչապետին հիշեցնում, խնդրում են գործի դնել եվրոպական կապերը, միջկառավարական հարթակները ու հարցը հրատապ լուծել, որովհետև Ադրբեջան նոր օրի ավելի է մեկուսանում ու փախչում միջազգային ուշադրությունից։
Ամեն ինչ փորձում ենք անել, սփյուռքը փորձում է անել եւ սա մեսեջը ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի իշխանություններին։ Պետք է Հայաստանում հասկանա, որ Հայաստանի իշխանությունների համար մեկ պարտականությունն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանելն է։ Քրիստոնյաներին բռնապետի ճիրաններից փրկելու հոգևորականների խնդրանքները հրատապ են, ձևակերպումները կոնկրետ ու թիրախային, իսկ Ռուբեն Վարդանյանին հոգևորականը հորդորում է դադարեցնել հացադուլը, հանուն առողջության, որը պետք է գալու դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Ռուբեն Վարդանյանը զոր մարդ է եւ անկոնտրոլ իրական տեսակ է, բայց եթե լսի դադարեցնել դա, որովհետեւ դա իր առողջության զգումս է հասնում։ 23-ի դատավարությունը սիմվոլիկ է, շարունակում է հոգևորականը, ասում է բոլոր հայերին են կանգնեցրել դատարանի առաջ։ Այդ մարդիկ բակվում են մեկ պատճառով, որովհետև հայ են, եւ ուրեմն աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն, հարցը առավել մասսայական դարձնելու համար։ Հայաստանն այս պահին բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ։ Այս մասին հնդկական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը նշել է, որ արդեն համաձայնեցվել են սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Պակիստանի անվտանգության ուժերը հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ազատ են արձակել գնացքի զինյալների կողմից պատանդարված 400 ուղևորից 155-ին։ Նրանց պատանդ են վերցրել Բելուջիստանի ազատագրման բանակի անջատողական խմբավորման զինյալները։ Մինչ այժմ Պակիստանի անվտանգության ուժերը սպանել են 27 զինյալի։ Հստակեցվում է, որ փրկարարական գործողությունը դեռ ավարտված չէ։ Դեպքի վայր է ուղարկվել մարդասիրական օգնությամբ գնացք։ Սաուդյան Արաբիայի Ջիդայում տեղի ունեցած Ամերիկա-Ուկրաինա բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարեցին, Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին Ամերիկայի առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ստորագրել։ Սպիտակ տան պլանավորած սպասված դիվանագիտական հաջողությունն է կարծես Ավետում նահանգների պետքարտուղարը հանդիպումից անմիջապես հետո։ Ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, նրանք պատրաստ են դադարեցնել կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Նոր պայմանավորվածություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերսկսի հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, ինչպես նաև դարձյալ ռազմական օգնություն կհասցնի Ուկրաինա։ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ առաջարկները կփոխանցի Ռուսաստանին եւ որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է։ Թրամփ-Զելենսկի դրամատիկ վերջին հանդիպումից հետո տպավորություն է, որ վաղեմի դաշնակիցները դժվար թե կարողանան արագ կազմակերպել նոր բանակցություններ, բայց դիվանագիտությունն այլ բան է հուշում։ Պաշտոնական Կիևը մանրևելու որևէ տարբերակ ըստ քաղաքագետի իրականում չունի։ Որովհետև Ուկրաինան այն վիճակում է, որ առանց բանակցությունների ԱՄՆ-ի հետ, առանց ԱՄՆ-ի օգնությամբ ինքը իր մարտական ռեսուրսը շատ արագ նվազում է եւ Զելենսկին դա հասկանում է։ Reuters-ը գրում է նաև, որ ըստ Թրամփի Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն, իսկ այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Այս առումով ավելի շահեկան է Մոսկվայի դիրքերը, որովհետև որքան էլ պարզ է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան մի մասում բարեկամներ չեն, բայց այս հարցում համընկնող շահեր ունեն։ Խոշոր խաղացողների պարզ հաշվարկն է։ Ռուսաստանը ուզում է, որ պատերազմը դադարեցվի, Ռուսաստանը ուզում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը այնտեղ չլինեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը չլինի, ԱՄՆ-ն էլ է դա ուզում, ԱՄՆ-ն չի ուզում ներգրավված լինի, ուղիղ Ռուսաստանի հակառակորդը, իրական հակառակորդը Ուկրաինան չէ, եւ ամենակարևորը, որ հենց Ռուսաստանում այդպես են ընկալում, որ Ռուսաստանի հակառակորդը արևմուտքն է։ Եվ այստեղ իրենք փորձել են շահական դիրքերում լինեն կամ գոնե չզիջեն ոչ թե Ուկրաինային, այլ արևմուտքին։ Տանգոյի համար երկուսն են պետք, դա է պատճառը, որ այս շաբաթ բացի դիվանագետների հանդիպումները նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույց տեղի կունենա, հենց Թրամփի նախաձեռնությամբ։ Սպիտակ տան առաջնորդը հույս է հայտնում, թե առաջիկա օրերին հրադադար կլինի։ Քաղաքագետները միանշանակ համոզված չեն, էքսցենտրիկ նախագահի զգայուն հայտարարությունները դեռ պետք է ապացուցվեն հողի վրա։ Ջիդայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է. «Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել դեպի համապարփակ, արդար եւ տևական խաղաղություն Ուկրաինայի համար։ Գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում»։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է իր դերը խաղալ խաղաղության բանակցություններում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ ասել է, որ շնորհավորել է Դոնալդ Թրամփի
Թրամփին եւ Վլադիմիր Զելենսկուն հոյակապ առաջընթացի կապակցությամբ եւ ողջունել Ջիդայում ձեռք բերված համաձայնությունը։ Այժմ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի։ Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհավաքի արևմտյան առաջնորդներին քննարկելու հաջորդ քայլերը, ասել է Սթարմերը։ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու որևէ գործարքի շրջանակներում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Այս մասին հայտնել է Մարկո Ռուբիոն։ Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի դժվար որոշումներ կայացնել պատերազմը ավարտելու կամ գոնե կանգնեցնելու համար։ Ռուբիոն միևնույն ժամանակ հրաժարվել է խաղաղության հավանական ծրագիրը ներկայացնել։ Կարծում եմ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի, ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան եւ ակնհայտ է, որ Ուկրաինային շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքերը։ Բերլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա իրականացրել Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են կեղծ ու ապօրինի մեղադրանքներով, դատվում են, որովհետև հայ են։ Free Armenian hostages! 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 Free David Alaveryan! Free Melikzet Pashayan! Free Alyosha Bosforyan! Free Vakif Hachaturian! Free Gevorg Suyan! Free Vasil Beglarian! Free Arai Karutunyan! Free Ruben Vardanyan! Ուկրաինան դժվար թե վերադարձնի 2014 թվականից ի վեր Ռուսաստանի գրաված ամբողջ տարածքը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ընդգծելով, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան երկուսն էլ ստիպված կլինեն դժվար բաներ անել հակամարտությունը դադարեցնելու համար։ Պետք է ուժեղ զգացողություն լինի, որ Ուկրաինան պատրաստ է դժվար բաներ անել, ինչպես ռուսները։ Պետք է դժվար բաներ անեն այս հակամարտությունը դադարեցնելու համար, ասել է պետքարտուղարը։ Նրա խոսքով երկու երկրներն էլ պետք է հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Իրանն Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նամակը չի ստացել, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Միացյալ Նահանգների նախագահի նամակը գրվել է, սակայն մեզ դեռ չի հասել։ Որոշվել է, որ արաբական երկրներից մեկի բանագնացը շուտով այն կհասցնի Թեհրան, ասել է պաշտոնյան առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Նախորդ շաբաթ Ամերիկայի նախագահը ասել էր, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկով նամակ է ուղարկել Իրանին, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ոչ մի նամակ չի ստացել։ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ցանկացած դրոշի ներքո ցանկացած կարգավիճակում, այդ թվում խաղաղապահների ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Լավրովը։ Սա այն չէ, ինչ պահանջվում է պատերազմի դադարեցման համար, որը Արևմուտքը մղում է մեր դեմ ուկրաինացիների միջոցով, նրանց զորքերի անմիջական մասնակցությամբ։ Մենք դա գիտենք։ Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը առնվազն Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի տակ ցանկացած կարգավիճակով ուկրաինական հողում նույն սպառնալիքն է մեզ համար, ասել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ոչ մի դեպքում չի ընդունի ՆԱՏՕ-ի երկրների զորքերն Ուկրաինայի տարածքում։ Ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրում։ Երկրորդ տարին անընդմեջ այս գնահատականն է բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit-ը տալիս մեր երկրին։ The Democracy Index-ի վերջին զեկույցում հայկական դեմոկրատիայի համաթիվը 5.35 է, 2022-ի ցուցանիշի համեմատ մոտ 5% պակաս։ Ընտրական պրոցեսներ ու բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն եւ մշակույթ, քաղաքացիական ազատություններ։ Այս 5 բաղադրիչներն են գնահատում միջազգային մասնագետներն ու ընդհանրական կարծիք հայտնում։ Ամենացածրը մեր երկրի քաղաքական մշակույթին են գնահատական տվել։ Ժողովրդավարություն չի հաստատվում միայն ընտրական արդար եւ թափանցիկ մասնակցային ընտրական process-ով։ Նման process-ով հիմք է դրվում, սկիզբն է դրվում ժողովրդավարության։ Հետագայում, որպեսզի ժողովրդավարությունը հաստատվի
ամուր լինի եւ ծառայի այն բոլոր նպատակներին, որը ըստ էության իր արժեք դնում է, շատ ավելի մեծ պահանջներ կան, որը օրինակ վերաբերում են նույն օրինակ քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության։ Այստեղ իրավական հարցերի փորձագետը բացասական իմաստով նշում է ընդհանուր տենդենսներ կան, ընդ որում նույնիսկ մինչև 2018 թվականի քաղաքական փոփոխություններին բնորոշ հավելում է, ավելին տեսնում ենք նաեւ անպատժելիություն։ Մասնագետն օրինակ է բերում հավաքների ազատության իրավունքի խախտումներն ու ոստիկանական բռնությունները։ Ես սրան կարող եմ գումարել նաև բավականին վտանգավոր եւ խնդրահարույց մի տենդենս, որին մենք ականատես ենք լինում վերջին շրջանում, դա խոսքի ազատությունն է եւ բնականաբար այս ամենը չի կարող չազդել այս ընդհանուր դիրքի եւ պրոցեսների վրա, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է վտանգավոր վիճակում։ Հայաստանի պարագայում ավտորիտար երկիր դառնալու հակումն ըստ մասնագետների մեծ է, նշում են հատկապես հիմա, երբ ժողովրդավարական բարեփոխումները լճացած են, դոփում են տեղում։ Ուսումնասիրելով Հայաստանի այսպես ամբողջ հետընթացը կամ ժամանակագրությունը, հիմնականում Հայաստանը չի զարգանում կամ թույլ առաջխաղացում է ունենում դատական համակարգին եւ հակակոռուպցիոն բարեփոխումներին վերաբերող ոլորտներում։ Ինչպիսին է կառավարության արձագանքը, մասնագետն օրինակ է բերում նախորդ տարի Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը։ Հայաստան պետության վարչապետի եւ ազգային ժողովի խոսնակի կողմից, եթե չեմ սխալվում, ուղղակիորեն զուգահեռ process-ում ինչ էր կատարվում Բաղրամյան փողոցում, Բաղրամյան պողոտայում եւ ինչպես արդարացվեց, դեռ քննություն չիրականացված, դեռ չսկսված, դեռ համաչափություն չուսումնասիրված, կարևորագույն օղակների կողմից կարծես թե թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը նմանատիպ վարքագիծ շարունակի։ Այս օրինակ զեկույցներն ազդեցություն ունենում են իշխանությունների վարքագծի փոփոխման հարցում։ Մասնագետները հիշեցնում են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարբեր զեկույցների պատմությունը։ Երբ մի դեպքում առաջընթաց կար, պարբերաբար դրան հողում անում էին իշխանությունից, սակայն մյուս դեպքում, երբ ճիշտ հակառակ իրավիճակներ հետընթաց կար, իշխանական պատգամավորներից մեկն արձագանքել էր. նրանք չէ, որ մեզ պիտի գնահատեն։ Նյու Դելիում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին ամիսներին որոշակի պասիվություն կա։ Բանն այն է, որ քաղաքացիները տեղեկանալով, որ 2025-ից այլևս չի գործելու եկամտային հարկի մասին օրենքը, անցած տարի սկսեցին առաջնային շուկայից բնակարաններ գնել։ Բնակարանների գնման գործընթացն ըստ էության ավելի ակտիվ էր 2024-ի վերջին ամիսներին։ Տարվա առաջի երամսյակը բնականաբար չեն կարող համեմատենք անցած տարվա հետ, քանի որ մենք այս տարվա գնորդներին անցած տարի արդեն գույք ենք վաճառել։ Այն մարդը, որ հիմա պիտի գույք առներ, անցած տարի առավ։ Այսինքն, եթե համեմատական տանենք այս տարվա առաջի երամսյակը ու անցած տարվա ընդհանուր դինամիկայի հետ, հա, բնականաբար հիմա որոշակի պասիվություն կլինի ու առհաստարակ միշտ էլ հունվար, փետրվար, մարտ ամիսները տարբերվում են նրանով, տարվա սկիզբը քիչ ավելի պասիվ է լինում։ Անշարժ գույքի ոլորտի մասնագետները պարզաբանում են, առաջնային շուկայում դեռ մնացած բնակարանները հիմա վաճառվում են հիփոթեկային բարձր մինչև 15% վարկային պայմաններով, սակայն դեռ կան առաջնային շուկայում չվաճառված բնակարաններ, որոնք լավ առաջարկներով գնորդների են փնտրում։ Բայց մեծ հաշվով առաջնային շուկայում գնային փոփոխություններ չկան, ընդհակառակը կառուցապատողների մոտ որ գույքեր կան դեռ վաճառքի, իրանք 5-10 տարով այսօր տարաժամկետով վաճառքի իրավունք են տալիս, ինչը աննախադեպ է, մինչև հիմա չենք ունեցել մենք այդպես վաճառ։ Բնակարանների առք ու վաճառքի ակտիվությունն ըստ ոլորտի մասնագետների այնքան մեծ չէ, որքան 2022-ին, երբ ռուս ռելոկանտները եկան Հայաստան։ Թույլտվության նույն այդ ԱՊԶ ասվածը, որ ստանում են, դրա համար տուրքեր կա սահմանված կոմունիկացիաներին գտնելու համար, այդտեղ պայմանները ստանալու բարձր տուրքեր ունի։ Թույլտվության համար քաղաքապետարանը բարձր տուրքեր է դրել, դա արդեն ուղիղ ազդել է ինքնարժեքի վրա։ Այսինքն, երբ որ մի կառուցապատող կամ մի քանիսը կորոշեն տարբեր տեղեր Երևան քաղաքում շենքեր կառուցել, թեկուզ եկամտահարկից հետո, այդ շենքերում բնակարանների գները բնականաբար բարձր կլինեն, որտեղ այն ծավալով էլ չինացումը չի լինել Երևան քաղաքում։ Երևանում առաջնային շուկայում բարձր գնով տուն գնել չկարողացողները նախապատվությունն այս դեպքում տալիս են երկրորդային անշարժ գույքի շուկային։
Շիրակի մարզի Աշոց խոշորացված համայնքի կրասար բնակավայրում անասունների բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներից վերցրել են արյան անալիզներ։ Ֆերմեր կա, որ 50 գլուխ կով ունի, 37-ը բրուցելոզով։ Դեգանից իսեցին կովերի մեջ բրսիլոս կախի։ Գումա եկան նայեցինք այդ կովերը ծախել եմ, այդ մեկը ծախել եմ, կովերը 5-ը ծախել էի։ Այդ կովի գլուխը կգտնես բերես։ 39 հադից առել են վերցրել են արուն, որից 33 հադը հանել են հիվանդ։ ՍԱՏՄ աշխատակիցները ֆերմերներին հայտնել են, որ բրուցելոզով վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն։ Սպանդանոցները, սակայն, հիվանդ կենդանու միս ներժան գնով են տանում։ Գյուղում կովերի ծնի շրջանն է։ Հանել են թուղթը ցույց կտան 15 օրվա ընթացքում պետք է մաքրեք։ Սպանդի հարցն է քննարկում, թե ոնց են կազմակերպելու, կամ այսօր կամ վաղը կտեղեկացնեն էլի։ Չենք սկսել, բայց այսօր կամ եկուց 250 գլուխ ես չիրեմ էժան է, թանկ է, ես այդ ընդանուր չիրեմ ոնց են կազմակերպելու։ Գազիկով երևի հարմար կլինի էլի գյուղացում։ Ֆերմերներից մեկն էլ պատմում է, որ դեկտեմբերին իր ֆերմայի անասուններից արյուն են վերցրել, պատասխանել, որ անասունների մոտ հիվանդություն չկա։ Փետրվարին, սակայն, անալիզի արդյունքները դրական են եղել։ Նեսը կաբաց կովեր։ Ինչ կաբան, այդ ամիս սկիզբից 10 կով է լավ բրսիլոս։ Դիք ինչ հասկանան։ Մեկ կողմից սննդի տեսչությունը կսե հավրանքը պետք է հանես մորտես, մյուս կողմից է բանկը եկել է վաշկիրը կուզե։ Անասնաֆերմա կա, որտեղ բոլոր կովերն ազնված ցեղ են։ Ֆերմերը վարկ է վերցրել եւ շվից տեսակի կովեր գնել։ ՍԱՏՄ աշխատակիցները նրան էլ ասել են, որ անասունները պետք է մորթվեն։ Շիրակի մարզի մեծ Սեպասարի վարչական ղեկավար Գարիկ Ավետիսյանը հայտնել է, որ իրենց գյուղում հիվանդություն չկա, սակայն մեկ ամիս առաջ բրուցելոզի պատճառով 2-3 գլուխ անասուն են սպանդի ենթարկել։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ձևավորվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի շրջանակներում մարզային այցեր են նախատեսված։ Վնասի փոխհատուցման մասով բոլոր սցենարներն էլ նախարարությունում քննարկվում են։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից ճիշտ 1 շաբաթ անց շրջարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողները կրկին կառավարության շենքի առջև էին հավաքվել։ Նախարարը խոստացել էր այս փուլում պարբերաբար հանդիպում քննարկումներ նախաձեռնել, առաջարկներ անել, ասում են ակցիայի մասնակիցները։ 7 օր է անցել, արդյունք չկա։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են։ Գույքագրել ապրանքները տեսականորեն գուցե, բայց եւ գործնականում անհնարին է, տնտեսվարողներն են պնդում։ Միայն վարչապետի հետ կհանդիպեն, ուրիշ ոչ ոքի հետ քայլ չեն անում։ Մերկի փոքր խանութները, ասենք, տեսեք, ամենակիչը, որ սենց վեսնենք, իրանք ամեն օր ինչ որ միտք թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ դա լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո գիշնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է թուղթը լեգացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցինք։ Աշխատանքային տարվա մեկնարկից հետո տնտեսվարողները նշում են առևտրի վիճակը վատ է։ Փաշինյանը խորհրդարանից հայտարարում էր, թե տարեկան 10 միլիոն շրջանառություն ունենալը նշանակում է ամեն օր միայն մոտ 27000 դրամի առևտուր անել, ինչն իր հերթին չզարգացող ձեռներեցության վկայությունն է։ Պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացածը ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է,
որովհետև թուղթը կգրի հարկայինը կքչի կետա էլ չես էլ հասնի ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ process-ները պետքա կատարեք դատական միջոցներով։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման կառավարության շենքից որևէ մեկը չիջավ, տնտեսվարողները որոշեցին մոտ 1 ամսից կրկին վերադառնալ կառավարության տուն։ Առաջին երամսյակն ավարտված կլինի։ Ավելի շատ բիզնեսմեններ կհասկանան, որ 6 ամսյա հետաձգումն իրենց բնորոշմամբ կեղծ է։ Գիշերը գազ կընկնես մեջը։ Մասկերը գնման մեջը։ Վանաձորում գտնվող այս շենքը, որը նախկինում հանրակացարան է եղել, վթարային է։ Ամեն պահի կարող է փլուզվել։ Բնակիչներն էլ ահուսարսափով են ամեն օր քնում ու արթնանում։ Ահա նայ, ջուրը ընդերից թափում է։ Անձերի մեկը ընդեր ջուրը թափեցի։ Այս բաները яրանքից է ջուրը թափում է։ Լագանները տակին դրա ջուրը դուրս տալու։ Ամուսիններով երկու երեխով այս 18 քառակուսու մեջ իրանք կգան այստեղ փոքր ապրեն, այս փոքր սենյակում նեղված ոչ մի հարմարություն չկա, էփելա, թափելա, լվանց կա, լողանալ, ասավ այս մի սենյակի մեջ։ Մենք որպես մարդ գոյություն չունենք իրանց համար։ Ինչա մենք էլ մեր մասշտաբորել մարտել ու բան չենք, ինչ անենք, քասիվ մարդիկ են, ինչա։ Ոչ մի բանից չենք օգտվել, ոչ մի օգնություն ցույց չեն տալի։ Քաղաքացիները Լոռու մարզպետարանից եւ Վանաձորի քաղաքապետարանից գոհ են, ասում են մինչեւ հիմա ինչով կարողացել օգնել են, բայց շենքում ապրելն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում։ Պատերը իրարից հեռացել են, բետոնը քայքայվել, հատակն էլ ամբողջովին վնասված ու ճակճկված է։ 40 տարի աշխատել եմ պետության մա, բայց ոչ մի բան դες չեմ դառել։ Պատվանները իշնենք նայեք, թե այն ինչ պանելը ծնգած է, ջուրը տապում է, սախսես գոբոր ցնած պատերը կարելի ասել, շատ վատ վիճակում է։ Ինչքան ուզում ա դու մի մեջը որ ինքը հոտած։ Մեր դիմումը, մեր խնդրանքը, մեր բողոքը մնում է կառավարություն։ Մեր քաղաքապետարանի բյուջեն այդքան հարուստ չի, որ կարողանա շենքը վերակառուցել, մեզ ապահովում։ Դե 34-54 բնակիչ ունենք, չենք կարա միանգամից մեր համայնքապետարանը այս հարցին լուծում տա։ Դա պետք է գա վիրևներից այդ հարցի լուծումը, որ մեր պատկան մարմինները կարողանան այդ հարցին լուծում տա։ Վանաձորցիներն ասում են գնալու տեղ չունեն, կառավարությանն են դիմում նաև Նիկոլ Փաշինյանին իրենց տնով ապահովելու համար։